Էլեկտրոնային նոր գործիք, որը կհեշտացնի մեր երկրում ներդրումային ծրագրեր իրականացնող արտասահմանցի բիզնեսմենների գործը։ Անկախ ոլորտից ու ծրագրի արժեքից ներդրումային բոլոր ծրագրերն այսուհետև կունենան մեկ հասցե՝ investmentprojects.am։ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը գործարկել է ներդրումային էլեկտրոնային հարթակ, որտեղ իրար կհանդիպեն ապագա բիզնես պարտներները։ Համարում ենք, որ շատ ճկուն գործիք է օտարերկրյա ներդրողների հետ շփման համար, որովհետև ներկայիս մենք ստիպված ենք դա փոխանցել դիվանագիտական կապուղիներով, դեսպանատների միջոցով, իսկ այժմ ամեն ինչ առցանցով է հասանելի։ Կառավարության ներդրումային ծրագրեր հավաքելու հայտարարությունից հետո նախարարությունը ներկայացվել 165 ներդրումային ծրագիր։ Մանրակրկիտ ուսումնասիրություններից ու քննարկումներից հետո 165-ից ընտրել են 35-ը։ Հենց այդ ծրագրերն էլ տեղ են գտել էլեկտրոնային կայքում։ Ենթադրենք, եթե վերցնենք Կոտայքի մարզը, այնտեղ 4 է նշված, եթե մենք սխմում ենք այդ 4-ի վրա, տեսնում ենք այն ծրագրերը, որոնք առկա են։ 35 ծրագրերից մասնագետներն առանձնացնում են հատկապես երկուսը՝ Սյունիքում ազատ տնտեսական գոտու ստեղծման ու ոսկու զտարկման ծրագրերը։ Ներդրումային քաղաքականության վարչության պետը նշում է, որ ազատ տնտեսական գոտու ստեղծման ծրագիրը հատկապես հետաքրքրել է ռուս եւ իրանցի գործընկերներին։ Իրանյան կողմից կա ընկերություններ եւ որոնցից մեկը անգամ արդեն կոնկրետ տարածքներ է ուզում, կոնկրետ պատրաստ է գնել այդ տարածքները շուրջ 6000 քառակուսի մետր եվրոպական հայտնի ընկերություններից։ Էլեկտրոնային հարթակը նաև հեշտացրել է ներդրումային ծրագրերը ներկայացնելը։ Առանց նախարարություն գնալու կարելի է մշակած գաղափարը գրանցել կայքի ներդրումային ծրագիր բաժնում ու նախարարության մասնագետների հետ առցանց աշխատել այդ ծրագրի վրա։ Մարիաննա Դանիելյան, Անդրանիկ Արթանյան, ժամը լրատվական։